Աստված ստեղծեց աշխարհը ոչ թե իմ եւ քո քեֆի լավության համար, հաբա նրա փառքի համար։ Ինչ ստեղծեց այս ամեն բան, որ տեսնում ենք, նույնիսկ մեր այս երկրակունդն էլ բարձրապես որովհետև ինք կարիք ուներ, հաբա նպատակ ուներ ասելով, եւ այդ նպատակը հետեւյալն է՝ իր փառքի համար։ Ինք ստեղծեց ամեն բան իր փառքի համար, որբեսի դրսևորե նրա ով լինելը, իր էությունը, եւ իհարկե իր էությունը դրսևորվում է նրա հատկանիշներով, նրանց միջոցով, եւ մենք Աստծո հատկանիշների մասին խոսում ենք, մենք խոսում ենք նրա գադարելություններու մասին, եւ նրա գադարելություններում մենք տեսնում ենք զորօրինակ իր հատկանիշները, այսինքն սեր, շնորհ, ողորմություն մի կողմ, իսկ մյուս կողմ տեսնում ենք նրա սրբությունը, արդարությունը եւ արդարադատությունը։ Աստծո փառքի դրսևորումը նշանակում է Աստծո անսահման արժեքի ցուցադրումը։ Վերջնական նպատակը առողջագործության մենք ալ մեջ լինելով ցուցադրելն է Աստծո շնորհի փառքը Հիսուս Քրիստոսի միջոցով։ Սրա համար Աստված սահմանեց չառնալ եւ մեղքնալ լինեն։ Իր նպատակը բրգելու Հիսուս Քրիստոսով բազաբես յետքը մտածված մի բան չէր։ Սա նրա ծրագրի համաձայն էր։ Իր գերիշխան գամքը եւ ծրագիրն էր սկզբից։ Սկզբից որ ասում ենք, այսինքն հավիտենականությունից։ Որքան որ Աստված ինք հավիտենական է, իր ծրագիրներն էլ նմանապես, իր խորհուրդներն էլ նմանապես, իր նպատակներն էլ նմանապես հավիտենական են։ Պատկերացրեք մի րոպե Աստված հավիտենականությունից արդեն իսկ ինք ամեն բան սահմանած է ասելով, նրա համար է որ պատահում է։ Ոչ թե որովհետև մի բան գիտի, որ կպատահի ապակայում եւ նրա համար ինք որոշեց մի բան սահմանել։ Ոչ։ Աստված ամեն բան անում է իր գամքի համաձայն եւ իր գամքը իհարկե իր գադարելության հետ կապ ունի։ Իր բոլոր ով լինելու հետ կապ ունի։ Իր բոլոր հատկանիշները նրանք կառավարում են, վերահսկում են իր ով լինելը։ Ինչու որովհետև չես կարող անջատել Աստծո էությունը իր անձնական հատկանիշներից, իր կատարելություններից։ Նրա համար է որ չեն կարող ոչ մի ադեն ասել որ կարող է միթե Աստված մի բան անե, որ նրա մեջ սխալվե։ Չկա այդպես բան։ Եվ եթե ինք մի բան անի, ուրեմն ասել է որ նա կատարյալ է, սուրբ է, արդար է, հավատարիմ է եւ բարի է։ Բարձրապես որ ես ու դու իր գամքի այդ մանրամասները չենք հասկանում շատ անգամ ներառյալ մեր բրգության առումով։ Սա չի նշանակում, որ Աստված չգիտի ինք ինչ անում է։ Սա մեր թեման է, ինչ որ մենք արդեն իսկ անցյալ շաբաթ սկսեցինք Ռոմայացիների 9-ից 14-ից 24 համարները, առաջին մասն նայեցինք 14-ից 18 համարները եւ այսօր շարունակում ենք մնացածը, իհարկե, սա իբր ներածություն անվերաբար կամ անպայմանական ընդրության թեմային փրկության առումով շնորհած վարդապետությունների այդ մեր քարոզաշարի նկատմամբ։ Աստված հավիտենականությունից իր փրկության ծրագիրը որոշած է Քրիստոսի միջոցով։ Եվ ոչ մի անձ չկար այն ատեն Տիրոջ առաջ, ոչ մի երեշտակ չկար նույնիսկ, որ նրան ասեին ով Տեր, կարող է որ այսպես անես կամ այդպես անես, որ ավելի լավ ստացվի։ Եփեսացիների 1:4-7 ասում է, ինչպես որ մեզ նրա, այսինքն Քրիստոսի միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, որբեսի, նայեցեք ինչու ընտրեց մեզ, մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ Ու եթե անգամ եւս մտորենք այս
համարի վրայով, ուրեմն մենք կարանք հստակաբար տեսնալ, որ ինչ որ Աստված արեց մեզ աշխարհի սկզբից առաջ, ստեղծումից առաջ, որ մեզ ընտրեց, նպատակն է, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ Ուրեմն Աստծո ընտրության նպատակը փրկության առումով, ինչու Աստված ընտրած է ինձ եւ քեզ։ Ինչու։ Այս համարի առնչությամբ տեսնում ենք, որ նրա նպատակն է, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ Սխալ բան կա։ Սխալ բան կա այստեղը։ Եվ մարդիկ մինչև այսօր կան, որ ասում են, Աստծո ընտրությունը այդպիսի թեմա, վտանգավոր թեմա է։ Սա նույնիսկ ոմանք ասած են, որ սատանայական թեմա է։ Հիմարություն ուղղակի։ Սուրբ Գիրքը ասում է, սուրբ եւ անարատ լինելու համար է, որ Աստված մեզ ընտրած է աշխարհի ստեղծումից առաջ, որպես սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ, սիրո մեջ։ Սրա մեջ ուր խնդիր կա։ Չկա։ Մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որտեղիր լինենք, նայեցեք, ըստ իր կամքի հաճության, երբ որ Աստված մի բան գամեցավ, սա լավ է, սա բարի է, սա հավատարիմ է։ Ինչու։ Իր կամքի հաճության համաձայն ինք մեզ Քրիստոսով որտեղիր լինելու ընտրած է, որբեսի գովերգվի նրա շնորհի պարքը։ Աստված ամեն բան անում է նրա պարքի համար, նրա պարքի համար, որ մեզ շնորհվեց իր սիրելի Հիսուսի միջոցով եւ նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով մեղքերի թողություն համաձայն իր շնորհի արադության։ Եվ հետո երկու Դիմոթեոս 1:9 ասում է, որ Աստված ինք փրկեց մեզ եւ սուրբ գոչումով կանչեց ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհի։ Մի րոպե, ըստ իր կամքի ու շնորհի, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեց հավիտենական ժամանակներից առաջ։ Դու եւ ես չկայինք տակավին, երբ Աստված ինք տվեց իր որոշման մեջ արդեն իսկ մեզ տվեց։ Եվ սա իր կամքի եւ շնորհի համաձայն է։ Այս ընտրությունը, անվերաբար ընտրությունը, որ մենք ստացել ենք փրկության առումով, եւ հիմա իհարկե հայտնվեց մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ ավետարանի միջոցով, ինչ որ 8-րդ համարը հաստատում է եւ 10-րդ համարում է նույնը ասում է, որով ասեց կյանքը եւ անմահությունը լուսավորեց ավետարանի միջոցով։ Ինչու համար Աստված մեզ, եթե ավադացյալ ենք, եթե ապաշխարած ենք, եթե մեր մեղքերը խոստովանած ենք, ինչու համար Աստված մեզ հավիտենականությունից ընտրած է։ Ինչու։ Նպատակ ունի Աստված։ Աստված նպատակ ունի։ Աստված ոչ մի բան չի անում առանց նպատակի։ Եվ եթե մի բան անում է, ասել է, որ ինք որտեղ սուրբ է, արդար է, հավատարիմ է, իր ամեն ռացը շիտակ է։ Ես ու դու կարող է չհասկանանք մեր այս փոքր ուղեղը կարող է չըմբռնի, բայց ով ասեց, որ պետք է ամեն բան հասկանանք։ Սուրբ Գիրքը հայտնած է եւ հայտնածի համաձայն, ինչ որ հայտնություն ունենք, նրա համաձայն ընթանում ենք եւ ապրում ենք եւ մեր ավետարանչությունը մարդկանց նրա համաձայն անում ենք հասկանալով, որ Աստված ինք մեր փրկության առումով հավատարիմ է, գերիշխան է եւ ինք ողորմած է, երբ ինք տալիս է մեր այդ շնորհը, որ ունենք Քրիստոսի միջոցով։ Մենք ուրեմն ստեղծված ենք, որպեսզի Աստծո բարավորենք եւ վայելենք նրա հավիտյան, ինչպես Westminster-ի այդ ասենք հավատո հանքանակը ասում է։ Եվ նպատակը կա մեր գոյության նպատակ կա։ Ինչու համար մենք այստեղ ենք։ Ինչու համար մենք գոյություն ունենք, որպեսզի նրա բարավորենք եւ մեր դերը սա է, որ հնազանդվենք նրան եւ երկրպագենք նրան։ Երբ մենք համաձայնեցնում ենք մեր կյանքերը աստվածային կամքի հետ, մենք այնադեն օգտվում ենք, օգուտ ենք քաղում նրա փառքից, այն փառքը, որ միայն Աստծո պատկանում է։ Ինչպես Ջոն Փայփերը ասում է, Աստված մեզանում ամենաշատն է բարավորվում, երբ մենք նրանում ամենաշատն ենք բավարարված։ Եթե բավարարված ենք Աստծով, այնր Աստված մաքսիմում փառքը մեր միջոցով ստանում է։ Աստծո փրկարար սերը, այո, մի քիչ առաջ երկեցինք, ամեն աշխարհի համար է, այսինքն բոլոր ազգերի համար, միայն հրյաների համար չէ։ Միայն հրյաների համար չէ,
ամեն ազգերի համար է։ Եթե Աստծո սերը, պատկերացրեք սա մի րոպե, եթե Աստծո սերը հին ուխտում մենք տեսնում ենք, որ նախ եւ առաջ հրյաների համար է, եւ շատերը դեղյակ չէին այդ ավետարանի վրայով, որ հրյա ազգի միջոցով Աստված տվեց։ Եվ մենք գիտենք մեծամասնությունը հին ուխտում մարդկանց նրանք գործվեցին առանց ունենալու այդ հույսը, որ Իսրայել ուներ։ Ինչ որ Աստծո խոսքում հին ուխտում տեսնում ենք, ինչու որ շատերը չլսեցին նրանց վրայով, այդ ճշմարտությունների վրայով հին ուխտում կան։ Շատերը չգիտեին ոչ մի բան նրանց վրայով, ուրեմն ինչ ստացվեց, ինչ եղավ այդ մարդկանց, միթե Աստված հավատարիմ է, միթե Աստված սուրբ է, ինչու համար մնաց աշխարհը չլսեց հին ուխտում։ Մենք ալ հայ ասկնա մեջ լինելով այն ատեն։ Եվ այո, նույնիսկ իր ծրագիրը, փրկության ծրագիրը, իր փրկության նպատակ եւ այդ սերը այսօր էլ հետեւյալ ցեով պետք է մտածենք սրա վրայով, որ եթե Աստված այսօր իր փրկության սերը ամեն անձի համար որոշած լիներ, որ լինի, ինչու որովհետեւ կան այսօր շատ ավետարանական ավանդացիան, որ ասում են Աստծո փրկարար սերը, ոչ թե ավետարանը, Աստծո փրկարար սերը ամեն անձի համար է, եւ որ Աստված սիրեց աշխարհը, ասում է, Աստված սիրեց հրյաները եւ բոլոր մույսերը։ Սրա մասին ենք, որ մենք խոսում ենք։ Որը եթե մեկը հավատա եւ ասե, որ Աստված սիրեց ամեն անհատ առանց բացառությամբ, սա ավետարանն է։ Եթե ասենք, որ Աստված ամեն անհատ սիրեց առանց բացառությամբ, ուրեմն պատկերացրեք, որ այդ անփոփոխ Աստվածը, որ այսօր ինք ասում է, որ ամեն անձի սիրում է, երբ այդ անհատը մահանա, Աստված փոխում է իր կեցվածքը նրա հանդեպ։ Այսինքն մի խոսքով իր անփոփոխ որոշումը սիրո առնչությամբ այդ անձի հանդեպ մի խոսքով փոխվում է այն րոպեում։ Բայց Աստված այդպես չի, Աստված անփոփոխ է։ Նույնիսկ Աստված ամենակետ է, ինք սահմանում է ամեն բան, որ կպատահի, եւ որովհետեւ ինք սահմանում է, որ ամեն բան կպատահի, ինք գիտի ինչ կպատահի, ոչ թե հակառակը։ Աստված ոչ մի բան չգիտի, որ ինք սահմանած չէ։ Նույնիսկ մեր մեղքը ինք արդեն սահմանած է, որ կպատահի։ Սա չի նշանակում, որ Աստված ինք մեզ մեղք կործեցնել տալիս է։ Ոչ։ Մենք մեր ընկած ազատ կամքի համացան, մեղավոր ազատ կամքի համացան։ Ինչպես որ Արմեն եղբայրը ասեց քիչ առաջ, դարբեր թեմայի առնչությամբ, որ մարդ արարածը դիակ է հոգևորաբես, անցյալ շաբաթ խոսանք սրա վրայով։ Եվ մարդ արարածը դիակ լինելով հոգևորաբես իր ցանկության համացան ինք ապրում է։ Ինք մեղք ընտրում է, Աստծո հագարակություն ուզում է։ Մարդ արարած կարող է ասել, որ ես հագարակ չեմ ասում, Աստված ասում է իր խոսքում Հռոմայացիների 5-ում, որ Տշնամի է այդպիսի անձ Աստծո, որ դակավին Քրիստոսով չէ, դակավին հնազանդած չէ Քրիստոսին։ Ինչ որ Աստված որոշում է ինք գիտի նա, ոչ թե հակառակը, ոչ թե հակառակը։ Ինչ որ Աստված գիտի, քանի որ սա իրականություն է, քանի որ ինք որոշած է, որ նա պատահի։ Ինչպես ասացինք, նույնիսկ մեր իսկական որոշումներն ալ, թե մեղք կործելու եւ թե զղջալու, ապաշխարելու։ Ուրեմն Աստծո շնորհի փառքը, իր շնորհը, ինչ որ բանի միջոցով իր փառքը ցուցաբերվում է, բացահայտվում է, հետեւյալն է։ Ինչ որ մեր տեքստում մենք ուսումնասիրում ենք։ Աստված մարդկության զանգվածից մի զանգված ենք։ Ամենքն իսալ արժանի ենք դժոխք գնալու։ Ինչպես ասացինք անցյալ գիրակի, ոչ մի անձ դատաստանի օրը պիտի չկարողանա Աստծո առջև կանգնել եւ ասել, ինչու համար, ինձ համար եւ մյուս բոլորի համար փրկության միջոցը չստեղծեցիր, երբ չկա։ Եթե այդպես լիներ, Աստված ինք արդար կլիներ, եթե ոչ մեկը մեզ չփրկեր։ Մեկը կարա մեզանից ասել, որ չէ, այդպես չի լինում, եթե Աստված այդպես կամենար։ Մենք գիտենք, Աստված այդպես չկամեցավ։ Որ Աստված ինք հավատարիմ է իր բնութագրին, իր հատկություններին,
իր գադարելությունների նրա համար։ Նրանք, որ Աստծո շնորհը ստանում են փրկության միջոցով, իհարկե, ինչպես այսօր անգամ եւս կվերհիշենք, որ սրանք Աստծո ողորմության ստացողներն են, բայց մյուսները, որոնք Աստծո արտարադատությունը եւ դադաստանը գտնեն աբակայում առանց ապաշխարությամբ մեռնելով, նրանք իհարկե արդար Աստծո ցերկը պիտի ընկնեն եւ Աստված պիտի դադե նրանց հավատարմաբար, արդարաբար։ Ոչ մի ասպիտի չկարողանա ասել, որ բայց ես ուզում էի փրկվել, ինձ հնարավորություն չտվեցի, այդպես բան չկա։ Չկա այդպես բան։ Դադաստանի օրը ոչ մի հոգի չի լինում, որ պիտի ասե, բայց ով Տեր, եթե դու այդպես կամ այնպես աներ ինձ համար, ես կաշխարեի։ Փաստը որ դու այնտեղ ես դադաստանի օրը կամ ես այնտեղ եմ դադաստանի օրը իբր անավատ, սա է որ ես այդ հնարավորությունները ունեցա եւ չաշխարեցի եւ վերջը Աստծո արդար դադաստանի առջեւ գտնվում եմ։ Այն օր ոչ մի անձ անարդարություն պիտի չընդունի Աստծուց։ Իհարկե փրկվածները նրանք պիտի ներում ստանան հավիտենական շնորհի միջոցով, մնացածներն պիտի դատաբարություն ստանան արդարությամբ նրանց մեղքի համաձայն։ Ոչ մեկը այն օրը էլի ասենք պիտի չկարողանա ասել, որ Աստված արդար չէր, որ ինձ հիմա բաճում է իմ մեղքերի համար։ Ուրեմն անցյալ շաբաթ ինչպես ասեցինք, մենք սկսեցինք նկատի ունենալ Ռոմայացիների 9:14-24-ը, նկատի ունենալով անհատական անվերաբար ընտրության թեման փրկության առնչությամբ։ Այս հատվածը մեզ կխոսա անհատական փրկության մասին, իհարկե նկատի ունենալով Աստծո ընտրությունը ընտրյալների նկատմամբ։ Եվ մենք հարց տվեցինք, ինչպես է Աստծո փառքը դրսևորվում անվերաբար ընտրության միջոցով։ Առաջին երկու լրացումները նայեցինք, թիվ 1 Աստծո փառքը դրսևորվում է անվերաբար ընտրության մեջ 4 փաստարկների միջոցով։ Թիվ 1 առաջին փաստարկը, որի միջոցով Աստծո փառքը դրսևորվում է անվերաբար ընտրության մեջ, Աստծո արդարությունն է։ Աստծո արդարությունը ընտրության մեջ 14-16 համարները։ Պողոս կանխատեսում է արդարության մեղադրանքը 11-ից 13 համարների նկատմամբ, ինչու այնտեղ ինք Եսավի եւ Հակոբի օրինակը առնում է, որ խոսա, որ ինչու Աստված մեկը ընտրեց եւ Մույսի վրայով անցավ, իրեն թողեց իր մեղքում։ Հիմա ինչ ասենք 14 համար, Աստծո մոտ միթե անարդարություն կա, ինչու որովհետեւ մեկը պիտի քա եւ վերջը պիտի հարց տա Աստծո։ Եթե Աստված ընդրում է ոմանք փրկության համար, ուրեմն ինք սխալանում է, նրա մեջ անարդարություն կա կամ ոչ։ Պողոս առաքյալ ուրեմն հետևյալ պատասխանը տալիս է Քավլիցի, որովհետև Մովսեսին ասում է, ողորմելու եմ ում որ ողորմելու եմ եւ գտալու եմ ում որ գտալու եմ։ Ուրեմն ողորմությունը գաղված չէ գամեցողից, ոչ էլ ջանք գործադրողից, այլ Աստծուց, որ ողորմում է։ Քո չանկով չէ որ ապաշխարած ես, քո ուզելով չէ որ ապաշխարած ես։ Սա մտքերնիցս դուրս հանենք։ Այո, մենք ընդունած ենք Աստծո, երբ Աստված ինք մեր սրտերը վերստին ծնունդ տալով, ինք դարձրած է մեզ թեպի նրան։ Եվ հետո, երբ ինք մեր այդ հոգևոր գուրությունը մեզանից վերցրած է վերստին ծնունդով, մենք այնադեն մեր ազատ կամքով, ազատված կամքով կարող ենք Տեր, ես ուզում եմ ասել, նրա համար այդպեսով ամեն անհատ, որ հավատում է Քրիստոսի, իր ազատ կամքով հավատում է, այդ առումով, այդ հասկացությունով։ Ուրեմն, միթե Աստված ինք գամայական է, կամ անարդար է, որ ինք մեկ ընտրում է եւ Մույսի վրայից անցնում է։ Ոչ, որովհետեւ ողորմություն դալը նրա արտոնությունն է, Սուրբ Գիրքը ասում է, նրա բացառիկ իրավունքն է։ Ես ու դու իրավունք չունենք հարցնելու, որով Տեր ես ողորմություն եմ ուզում։ Եթե ինք նրա շնորհով, ինք նախ եւ առաջ սկզբում իմ մեջս չգործի, մենք երբեք Աստծո շնորհի արժանի չենք։ Երբեք։
Նաև երբ Աստված ընտրում է մեկին փրկության համար, ինչպես նշեցինք, սա նրա բնութագրի հատկությունների կամ գադարելությունների համաձայն է։ Այսինքն Աստված ինչ որ անում է, համաձայն է իր էության համաձայն, նրա ով լինելու համաձայն։ Եվ Աստված չի կարող ոչ մի բան անել իր բնութագրի հագարակ։ Համաձայն ենք սա։ Սրա համաձայն ենք։ Ինչու՞ չեն կարող ասել, որ եթե Աստված ոմանց ընտրում է եւ մյուսներին թողնում է նրանց մեղքի մեջ, սրա մեջ խնդիր կա, մեր հասկացողության մեջ։ Այո, իմ եւ քո հասկացողության մեջ գարա խնդիր կա։ Բայց Բոսարակալ ասում է, որ նայեցեք, Աստծո հոգը չէ։ Ինչու՞, որ ինքը շիդագ անում է, ինքը մեղ չի կորզում, որ եթե Աստված սխալ բան աներ իր անվերաբար ընդրության միջոցով, փրկության առումով, որ անհատներ փրկի իր շնորհով, այնադեն եթե սխալ ունենար Աստված, ինքը մեղավոր գարար դառնալ։ Եվ որ մեղավոր Աստված դառնա, ինչ կլինի։ Կավլիցի, այդպես չի լինում, Աստված լինելուց դատարում է։ Կավլիցի, Աստված արդար է իր ընդրության մեջ, որ որոշ մեղավորներ փրկվեն։ Երկրորդ փաստարկը, անցյալ շաբթվա մեջ արդեն ուսումնասիրեցինք վերականգ անելով, երկրորդ փաստարկը, որի միջոցով Աստծո փառքը դրսևորվում է անվերաբար ընդրության մեջ, Աստծո գերիշխանությունն է։ Ոչ միայն Աստծո արդարությունը տեսնում ենք ընդրության մեջ, հապա նաև Աստծո գերիշխանությունը։ Ինչու՞ որովհետև 17-18 համարներում, որովհետև գիրքը Աստված ինքը Փարավոնին ասում է, քեզ հենց նրա համար բարձրացրի։ Ինչու համար Փարավոնին բարձրացրեց։ Նպատակը ինչ էր նրան։ Որբեսի քեզանով իմ զորությունը ցույց տամ եւ ամբողջ երկրում իմ անունը հռչակվի։ Արդ ում գամենում է, նայեցեք, ում գամենում է ողորմում է եւ ում գամենում է խստացնում է։ Մենք տեսանք անցյալ գիրակի, որ Մովսեսն ալ Փարավոնն նրանք մեղավորներ էին։ Փարավոնին խստացրեց, ինք իր սիրտը խստացրեց, որտեղ մեղավոր մարդ էր, եւ Աստված իր հրաշքներով շարունակեց խստացնել նրա սիրտը։ Սա չի նշանակում, որ Փարավոն ինք հանցավոր չէր իր մեղքի նկատմամբ։ Այո, հանցավոր էր։ Բայց Մովսես ողորմություն կդավ Աստծուց։ Ոչ թե որ Մովսես արժեց Աստծուց ողորմություն գտնել, ինքն ալ մարդ սպանեց։ Ինքն ալ թողեց գնաց իր ժողովուրդը լքեց նրանց։ 40 տարի մեջտեղ չկար։ Ավելի լավ էր այդպես չոբան լիներ, ոչխարներ առածեր, առանց հոգսի ապրել, քան թե Աստծո ժողովրդին օգներ, որ Աստծո ժողովուրդը ազատագրվեն Եգիպտոսից։ Բայց սա իհարկե Աստծո գործն էր։ Աստծո նպատակներ, ոչ թե Մովսեսինը, որպեսզի փառքը միայն Տիրոջը լինի։ Աստված նրա գերիշխան գամքի համաձայն, իր որոշումի համաձայն ինք Մովսեսի ընտրեց ողորմել, բայց Փարավոնի թողեց եւ ոչ թե միայն թողեց իր մեղքի մեջ, ապա խստացրեց իր սիրտը ավելի բադիժներ ուղարկելով նրա վրա։ Սայալ, ինչպես Աստծո արդարությունը 14-16 համարներում, այստեղ 17-18 համարներում սայալ Աստծո փառքի մասին խոսում է։ Սայալ կովաբանում է Աստծո փառքը, Աստծո գերիշխանությունը, ուրեմն ինչպես նրա արդարությունը գովաբանում են Աստծո փառքը։ Երրորդ փաստարկը, որի միջոցով Աստծո փառքը դրսևորվում է անվերաբար ընդրության մեջ, Աստծո իրավունքն է։ Աստծո իրավունքը ոչ թե նրա արդարությունը, ոչ թե նրա գերիշխանությունը ընդրության մեջ, հապա Աստծո իրավունքը ընդրության մեջ, այսինքն նրա ազատությունը։ Աստված ազատ կամք ունի։ Եթե մեկը գա բոլոր այս ստեղծագործության, անարչակործության մեջ, երկնքում, երկրում, դժոխքում, մեկ անց կա, որ կատարյալ ազատ կամք ունի։ Մեկ անց կա։ Աստված ամեն բան անում է իր ազատ կամքի համաձայն, եւ մենք գիտենք, իր ազատ կամքը կատարել է սուրբ է, հավատարիմ է, արդար է, չի կարող Աստված ոչ մի բան անի, որ իր սրբության, հավատարմության, արդարության ագարակ է, եւ ինչ որ իր ազատ կամքը իրեն այդ իրավասությունը դալիս է, որ
իրավունքով որոշի ումի բրգի եւ ումի չբրգի, կանոն մեղավոր է նա, ոչ թե որովհետեւ Աստված ինք անավադությունը ստեղծում է նրա սրտում, այդպես բան չկա Սուրբ գրքում։ Աստված ոչ մեկին դժոխք չի ուղարկում, որովհետեւ ինք ուզում է անարդար լիներ նրա դեմ։ Չկա այդպես բան։ Հապա նորից ասենք, եղբայրներ քույրեր ջան, միթե սխալ գա, եթե Աստված մարդկային զանգվածից, մեղավոր մարդկային զանգվածից դագավին ուզում է փրկել, որովհետեւ իր շնորհի ջոխությունը նրա փառքը ցուցաբերե այդ շնորհի համաձայն։ Սխալ գա միթե Աստծո կողմից, անարդարություն գա միթե Աստծո կողմից, որ Աստված այդպես կամենում է անել, երբ ամենքը սագարանք դժոխք կնալ։ Այս ճշմարտությունները Աստծո խոսքից եղբայրներ քույրեր ջան, պետք է միշտ մեր մտքում բահենք, մեր սրտում բահենք, ինչու որ մեր ավետարանչության այդ ջանքերը կապ ունեն այս բոլորի հետ։ Հիմա Բիդի ասես, Պողոս Արաքյալ ասում է, ուրեմն մենք հիմա նկատի առնում ենք 19-ից 21 համարները Աստծո իրավունքը ընտրության մեջ, նրա ազատությունը, էլ ինչու է մեղադրում, նրա կամքին ով հակառակ կգանգնի։ Նայեցեք Պողոս Արաքյալի պատասխանը։ Բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ ես խոսում։ Այսինքն պատասխանը էստեղ է։ Այսօրվա պատասխանը շատ մաբեդարանականների, մեր սիրելի եղբայր քույրերի եւ մենք ալ ադեմը կարող է մեջ դեինք, այդպեսի մտածում էինք։ Պողոս Արաքյալ ասում է Սուրբ Օգու ներշնչմամբ, բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ ես խոսում։ Այդպես անելը Աստծո դեմ խոսիլը։ Եվ դու հարց տալիս ես, որ ինչու համար հիմա մեղավորների մեղադրում են նրանք, եթե չեն կարող ապաշխարել։ Եվ եղբայրներ քույրեր ջան, էլի ասենք, անցաշաբաթ ասենք, էլի ասենք։ Այս խոսքերը, որ մենք ասում ենք ձեզ, սրանք ասում ենք գոդրած սրտով։ Ինչու որովհետև հարազատներ ունենք, դակավին աղոթում ենք նրանց ապաշխարության համար։ Հասկանում ենք լրջությունը նրանց հավիտենական կարգավիճակի, եթե այդպես մնան անզեղջ։ Եվ գիտենք Աստծո խոսքը։ Մենք չենք ասում, որ Աստծո խոսքի մեկ կողմը բռնում ենք, մյուս կողմը անդեսում ենք։ Չենք ասում, որ Աստծո գերիշխան արդար ընտրության հետ ենք եւ ասում ենք, որ միևնույն ավետարանչան ագարակ ենք։ Չի կարելի այդպես։ Աստված իր ընտրալները փրկում է ավետարանի քարոզության միջոցով, ոչ մի ուրիշ ձևով։ Նրա համար է, որ պետք է ավետարանենք, նրա համար է պետք է աղոթենք հոգիների փրկության համար։ Պողոս Արաքյալ ասում է, միթե ստեղծվածը իրեն ստեղծողին կարող է ասել, ինձ ինչու այդպես ստեղծեցիր։ Հղումներ կան այստեղը, հիմա մի քիչ հետ կգնայինք 5 ուխտից։ Միթե բրուդը գավի վրա իշխանություն չունի, որ նույն շաղախից անոթ շինի, մեկը պատվական, մյուսը անդաշ։ Պողոս Արաքյալ ասում է, հիմա պիտի ասես, էլ ինչու է մեղադրում նրա կամքին ով ագարակ կգանգնի, ոչ մեկը, իհարկե։ Ինչպես այսինքն Աստված կարող է մեղադրանք գտնել մարդկանց մեջ, որ նրանք անզեղ չեն, երբ ինք իր գերիշխան կամքի համաձայն ընտրած է ոմանց բրգել եւ մյուսներին թողնել, որ նրանք մնան իրենց մեղքի մեջ։ Իբրեմ բոսներ Աստծո դեմ։ Եթե փրկությունը Պողոս Արաքյալ այսինքն այդ տրամաբանության պատասխանում է, եթե փրկությունը միայն գախյալ է նրանից, ինչ որ 18 համարի մեջ կարտացինք, ուրեմն ինչպես Աստված կարող է մեղադրանք գտնել, սխալ գտնել նրանց մեջ, որ չեն ավատում։ Ուրեմն Արաքյալ ինչ ասում է 19 համարում, մեկը կարող է մեղադրանք գտնել Աստծո դեմ, մեկը կարող է նրա հագարակ գանգնի, նրա կամքին, ոչ մեկը կարող է նրա կամքի հագարակ գանգնել։ Մարդկային դրամապանությունը բայկարում է Աստծո գերիշխանության գաղափարի դեմ, հատկապես փրկության հարցում։ Բայց դու ով ես 20-րդ համարում ասում է, մարդ, որ Աստծո դեմ ես խոսում, ոչ մեկը պետք չէ խոս Աստծո դեմ, այսինքն նրանց հոգու համար, Աստված ազատ է անել ինչ որ ուզում է անել, որ ինք Աստված է, եւ ինք իրավունք ունի անելու ինչ որ ուզում է անել, որովհետեւ ինք Աստված է, որ ասում ենք նրա բոլոր գադարելությունները հիշենք, ով է Աստված։ Աստված ոչ մի բան չի անում իր էության հագարակ, իր բնութագրի հագարակ, իր գադարելությունների, հատկանիշների հագարակ։ Եվ Աստված բացարձակ այդ ազատությունը ունի, որ անե ինչ որ անե։
Նկատի ունենալով անգամ եւս ասենք, որ սա կարևոր է իր հատկանիշների համաձայն Աստված ունի բացարձակ ազատ կամք եւ իր ազատ կամքը որ սուրբ է, բարի է, արդար է, նրանց միջոցով, իր ազատ կամքի միջոցով, իր ով լինելու միջոցով, ինք սահմանել է, որ ոմանք դակավին փրկվեն այս մարդկությունից, որ բոլորովին նրանք գնում են դժոխք, եթե Աստծո ողորմությունը չլինի։ Սա Աստծո իրավունքն է, անելու ինչ որ ինք անում է, Աստծո անվերաբար ընդրության նկատմամբ։ Ուրեմն անարդար չէ, որ Աստված փրկում է ոմանց։ Անարդար չէ, որ Աստված փրկում է ոմանց, եւ բոլորը պետք է դժոխք գնան։ 20-րդ համարը շարունակում է, միթե ստեղծվածը իրեն ստեղծողին կարող է ասել, ինձ ինչու այդպես ստեղծեցիր։ Միթե բրուդը գավի վրա իշխանություն չունի, որ նույն շահախից անոթ շինի, մեկը պատվական, մյուսը անդաշ։ Եվ Պողոս առաքյալ հետևյալ հատվածները նկատի ունի, որոնք պատկերազարդումներ են այդ հարաբերության առնչությամբ, որ բրուդը եւ գավը ներկայացնում են։ Նայեցեք, Եսայի 45:9, Եսայի 45:9, վայ մարդուն հողե մի խեցիների մեջ, որ վիճում է իր արարչի հետ։ Միթե գավը գասի իրեն ցևավորողին, ինչ է անում։ Այսինքն դրամապանական չէ սա։ Եսայի 64:8, եւ սակայն ով դեր դու ես մեր հայրը, մենք կավն ենք, դու մեր բրուդը, մենք բոլորս քո ցերքի գործն ենք, եւ Երեմիա 18:6, միթե ես չեմ կարող, նայեցեք, Աստված հարց տալիս է։ Միթե ես չեմ կարող, այսինքն այդ իրավունքը չունեմ, ազատությունը չունեմ, բրուդի պես անել ցեզ, ով Իսրայելի դուն, ասում է Տերը, ահա ինչպես որ գավն է բրուդի ցերքին, նույնպես դուք իմ ցերքին, ով Իսրայելի դուն։ Գավը չի կարող բրուդին ասել, ինչ ես անում, ինչու ինձ այդպես ես ցևավորում։ Եվ առաքյալը, ինչպես որ գարտասինք մի քիչ առաջ 21 համարում, տեսնում ենք, որ մարդկանց այդ մարդկային այդ շաղախից բադվական անոթներ կան եւ անդաշ անոթներ կան։ Այսինքն մի խոսքով փրկվածները կան եւ չփրկվածները կան։ Եվ ինք ազատությունը ունի, այդ իրավունք ունի ստեղծելու եւ անելու նրանց հետ ինչ որ ինք ուզում է, սա Աստծո իրավունքն է։ Սա Աստծո իրավունքն է։ Ողորմություն դալը Աստծո արդոնությունն է, բացարձակապես։ Եւ Պողոս ասում է, ինչ էր պատասխանը, ելի հիշենք, կարող է ստեղծվածը ստեղծողին ասա, որ ինչու ինձ այդպես արեցիր։ Պողոս առաքյալը ասում է, ծեր հարցը դեղին չէ, ծեր հարցը վավեր չէ, չենք կարող այս հարցը առնել իբր դրամապանական հարց եւ ոնց որ ծեր հարցի առնչությամբ ցես պաշտպանել եւ Աստծո ասել, որ մեղադրանք կա նրա մեջ, չկա այդպես բան։ Եվ այսպեսի հարց տալ ամբարտավան մոդեցում է Աստծո դեմ։ Եվ Պողոս առաքյալ այստեղ ինք չի աշխատում, որ հաշտեցնի Աստծո գերիշխանությունը մարդկային բարդավորվածության հետ։ Սա արդեն իսկ ենթադրված է այս հատվածում։ Բայց ինք ասում է հետևյալը, որ մարդիկ են, որոնք մեղավոր են, եւ Աստված ինք, ինչպես որ ընդհանուր սրբգրքում տեսնում ենք, որ ինք մարդու մեղքի հաշվետու չէ, այսինքն ինք չէ որ մարդուն մեղք կործեցնում է, ոչ նրա մեղքին, մարդու մեղքին, ոչ մարդու անապատության եւ նույնիսկ վերջին դատաստանի առումով Աստված ինք ոնց որ բարդավոր չէ մարդու պատասխան տալ, որ ինչու նրան դատում է, երբ մարդը արդեն իսկ մեղավոր է։ Աստծո իրավունք ունենալը, իր ազատ կամք ունենալը, անելու իր գավի հետ ինչ որ ուզում է, սա իրն է, իր գործն է։ Եվ մենք կարանք մեր սրտերը հանգիստ լինեն, որ Աստված սխալ բան չի անում, երբ Աստված ողորմում է ոմանց։ Եվ մեր գործն է, որ ավետարանչությամբ հասնենք բոլորին, որ Սուրբ Գիրքը ասում է, որ մեր ավետարանը բոլորի համար է, բայց կանչվածները շատ են, դրվածները քիչ։ Այդ առումով պետք է նկատի ունենանք։ Աստծո, ուրեմն Սուրբ Գրքի երրորդ փաստարկը, այս երրորդ փաստարկը, որի միջոցով Աստծո փառքը դրսևորվում է անվերաբար ընդրության մեջ, Աստծո իրավունքն է։ Աստծո իրավունքը ազատությունը ընդրության մեջ։ Սա է գովաբանում է Աստծո փառքը։ Սա է գովաբանում է Աստծո փառքը։ Չորրորդ փաստարկը, որի միջոցով Աստծո փառքը դրսևորվում է անվերաբար ընդրության մեջ,
Ազո նպատակն է, Ազո նպատակն է։ Ազո նպատակը ընդրության մեջ տեսնում ենք 22-ից 24 համարներում։ Եվ ինչ, եթե Աստված կամենում էր իր բարգությունը ցույց տալ եւ իր զորությունը հայտնի դարձնել, մեծ ամպերությամբ բարգության արժանի անոթներին հանդուրժեց, որ գործության համար էին պատրաստվել։ Եվ որբեսի հայտնի դարձնի իր բարգի մեծությունը ողորմության արժանի անոթներին, որոնք բարգի համար էր նախապատրաստվել։ Նա մեզ եւս կանչեց ոչ միայն հրյաների միջից, այլ հեթանոսների, բոլոր աշխարհը, հրյաներ եւ հեթանոսները։ Հիմա բառացիորեն այս երկու համարներում եւ որ ասում է գործվածների նկատմամբ բարգության արժանի անոթներ, բառացիորեն բնակրում բարգության անոթներ, առնվազն թարգմանությունը այդպես ասում է, բարգության անոթներ։ Այո, նրանք արժանի են բարգության, բայց երբ ասում է 23 համարում ողորմության արժանի անոթներ, սա շիդակ թարգմանություն չէ։ Բնակրում նորից ասում է ողորմության անոթներ, որովհետև չի կարելի ասել ողորմության արժանի անոթներ, ոչ մեկը ողորմության արժանի չէ։ Ոչ մեկը։ Ոչ մեկը։ Դատաբարության արժանի է, բայց 22-23 համարներում մենք տեսնում ենք, որ Աստծո նպատակը ցուցադրել է իր բարգությունը մեղքի եւ մեղավորների դեմ եւ իր զորությունը հայտնել է նրանց դատաստանի միջոցով։ Եվ հետո 23 համարում Աստծո նպատակը տեսնում ենք ընդրության մեջ, որ է նրա ողորմության բացահայտումը իր հավատացողների ընտրյալների հանդեպ։ Ասված համբերատարությամբ, մինչև այսօր համբերում է մեղավորներին։ Մինչև այսօր։ Պատկերացրեք մենք դե մգար, օր մգար, ատե մգար, որ Դագավին հավատացյալ չենք եւ ինչ մեղքերի մեջ էինք։ Ասված կարող էր ինք այդ ռոբեյում, այդ ագնթարթում մեզ խփի, հավիտենականության ուղարկի, անզեղջ հավիտենականության, դատաբարդության եւ վերջերից գրագելի ջում լինի վերջը վերջո։ Բայց այդպես չարեց։ Համբերատար է, ինք ասում է, որ համբերությամբ բարգության անոթներին հանդուրժեց, որ գործության համար էին պատրաստվել, այս բասիվ տերպայը, եւ որ ասում է գործության համար էին պատրաստվել, բասիվ տերպայը, այսինքն նրանք իրենց վրա բերեցին այդ դատաբարդությունը, ինչու որ նրանք մերժեցին Աստծո։ Եվ Աստված իհարկե նրանց այդ դատաբարդության ինքն է որ պատրաստած է, որտեղ ուրիշ ցեվով չկարելի նայել այս հատվածը, Աստված ինքն է որ գտադաբարդի նրանց։ Եվ Աստված ինքն է որ վերջի վերջո պիտի իր արդարությունը բացահայտի նրանց դատաբարդության միջոցով։ Հիշում եմ սրանից 6 տարիներ առաջ, երբ 2020-ի COVID-ի ատենը on-line ինչու որ դա COVID էր, 2-2.5 ամիս եկեղեցի չկար մեզ համար Կանադայում եւ on-line անում ենք եւ շաբաթվա 54 շաբթի օրով ուսումնասիրություն անում ենք Սուրբ Գրքի, սերտողություն անում ենք եւ այս հարցը բարձրացվեց, որ Աստված, ասեցի, որ Աստված բարավորվում է թե փրկությամբ եւ թե դատաբարդությամբ։ Եվ մեկը ասես ո՞նց կարելի, հասկանում ենք փրկությամբ ինք բարավորվում է, ո՞նց կարելի Աստված դատաբարդությամբ էլ, դատաբարդության մեջ էլ, դատաբարդությունում էլ բարավորվի։ Աստված երկուսով է բարավորվում է։ Չի կարելի, որ Աստված միայն փրկվածներով բարավորվի եւ մնացածով չի բարավորվի։ Չկա ոչ մի բան, որ Աստծո պարգի համար չէ։ Սա մեր մտքերից հանենք դուրս։ Չկա ոչ մի բան, որ Աստծո պարգի համար չէ։ Ես ու դու կարող է չհասկանանք, ինչու Աստված բանը բադայեց ինձ համար կամ չբադայեց։ Այսօր հոբից ստորեն խոսում ենք այս բաների վրայով։ Հոբ չեր հասկանում։ Ես ու դու չենք հասկանում։ Շատ ադեն ինչու վատ բաներ բադահում են մեզ համար։ Բայց պատահում են, Աստված ամեն բան անում է իր փառքի համար։ Եվ ինչ։ Եթե Աստված գամենում էր, նայեցեք գամենում էր, ուզում էր իր բարգությունը ցույց տալ եւ իր զորությունը հայտնի դարձնել, գամենում էր։ Ինք ուզում է։ Եվ որ Աստված մի բան ուզում է, ասել է որ ինք հավատարիմ է, արդար է, բարի է, սուրբ է եւ նրա համար է որ ինք ուզում է։ Եվ իր զորությունը հայտնի դարձել մեծ ամպերությամբ բարգության անոթներին անդուրժեց, որ գործության համար էին պատրաստվել։ 1 Պետրոս 2:7-8 ասում է. «Արծես հավատացյալների համար բադվական է, իսկ անհավատների համար այն քարը, այսինքն Քրիստոս, որ գառուցողները մերժեցին, անգյունակար եղավ եւ գլորման քար,
քայտակության վեմ, որով քայտակվում են խոսքին չհավատալով։ Աստված նրանց չի քայտակվեցնում խոսքին չհավատալով, որի համար այդ քայտակության համար, այսինքն սահմանված էին Աստծո գերիշխանությունը եւ մարդկային պարտավորվածությունը։ Նրանց մեղքի համացան, չհավատալով։ Եվ ինչու ուրիշ ինչ կա Աստծո նպատակում։ Աստված դադաբարդության մեջ, արդար դադաբարդության մեջ ինք փառավորվում է եւ նույնպես իր ողորմած փրկության նկատմամբ, իր անվերաբար ընդրության համացան փրկության առնչությամբ ինք փառավորվում է Առաքյալը ասում է 23 համարում եւ որպես հայտնի դարձնի իր փառքի մեծությունը ողորմության անոթների վրա։ Իսկ Աստծո կամքն է սա, իր նպատակն է սա, իր ազատ ցանկությունը, իր ազատ կամքով, որոնք փառքի համար էր նախապատրաստել։ Հիմա ողորմության անոթների մասին խոսում է, իհարկե այստեղը։ Եվ սա ակտիվ բայ է, այսինքն Աստված է, որ ինք անում է, նախապատրաստում է փրկության համար նրա անվերաբար ընդրությամբ։ Սա մեզ ցույց տալիս է Աստծո նպատակը իր ընդրությունով։ Այս բայը, որ նախապատրաստել դարքմանված է, միայն երկու անգամ նշված է նոր գտակարանում, այստեղ եւ Եփեսացիների 2:10-ում։ 2:10-ում Եփեսացիների ասում է, քանզի նրա ստեղծագործությունն ենք Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նայեցեք նախաբես պատրաստեց։ Այդ նույն բանն է մեզ համար, որբեսի դրանցով ընթանանք։ Աստված ոչ մի բան չի անում առանց նպատակի։ Ոչ մի բան չի անում։ Նրա համար ասում ենք Աստծո նպատակը ընդրությունում կամ ընդրության մեջ։ Նույնպես երբ Պողոս Առաքյալի գանչեց, փրկեց, Քորս Կարակելոս 9:15-ում կարդում ենք, որ Տերը նրան ասաց. գնա, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է։ Ինչու՞։ Որբեսի եթանոսների, թագավորների արչև, Իսրայելի որդիների արչև առաջ նրա միջոցով իմ անունս հայտնեմ։ Աստծո նպատակը Պողոս Առաքյալի փրկությունով եւ նրա ծառայությամբ։ Հետո Հռոմեացիների 8:28-30, բայց գիտենք, որ ամեն ինչ կործագից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ գանչված են։ Այդ գանչը, որ Աստված անում է, եւ սրա վրա ավելի կխոսանք ապակայն, ինչու, որովհետեւ սա է այդ ազդեցիկ գանչը, որ ասում ենք փրկության առումով, շնորհած վարդապետություններից մեկն է։ Նրանք, որ գանչված են, ոնց նրա գամքով, այսինքն իր գամքի համաձայն, իր նպատակի համաձայն, իր ծրագրի համաձայն, որտեղ նրանց սկզբում ճանաչեց նշանակումը, որ ինք հարաբերություն ուներ նրանց հետ նրա անվերաբար ընտրության միջոցով, հավիտենականությունից։ Նրանց, որ սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանագից լինել իր որդու պատկերին, ավասիկ էլի Աստծո նպատակը, որովհետեւ նա անդրանիկ լինի բազում եղբայրների մեջ եւ որոնց նախասահմանեց, նաեւ գանչեց այդ ազդեցիկ գանչը, Աստծո գանչը, որոնց ով գանչեց, նրանց նաեւ արդարացրեց։ Այդ արդյունավետ գանչը շատ կարեւոր է, եղբայրներ քույրեր ջան։ Առանց նրան ոչ մեկը չի կարող Քրիստոսի մոտիկանալ։ Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաեւ գանչեց, որոնց որ գանչեց, նրանց նաեւ արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաեւ փառավորեց։ Ավասիկ Աստծո նպատակն է, որ իր ընտրյալներին ուր ասցնե երկինք։ Սա Տիրոջ նպատակն է։ Եվ նա 24 համար Առաքյալը ասում է, մեզ եւս կանչեց ոչ միայն հրյաների միջից, այլև հեթանոսների։ Այս բոլորը ճշմարիտ է, որովհետև Աստված իր ընտրության համաձայն, իր ազատ կամքի համաձայն, որ իր իրավունքն է, իր արդարության համաձայն եւ իր գերիշխանության համաձայն ինք անում է, փրկություն տալիս է։ Եվ Աստված այս բոլորը անում է նպատակով, իր բնութագրի համաձայն, ինչպես որ տեսնում ենք, իր ընտրությամբ։ Թե մեր փրկությունը, թե մարդոց, անզեղջ մարդոց դադաբարդությունը փառավորում են Աստծո։ Եվ այս Աստծո գրնագի նպատակը ընտրության մեջ տեսնում ենք այս հատվածում 22-23 համարներում։ Բոլորին համար, թե հրյաների եւ թե հեթանոսների, որը Հռոմեացիների 3:29-30 ասում է, միթե Աստված միայն հրյաներին է եւ ոչ հեթանոսներին, այո հեթանոսներին էլ, երկուսն էլ, որովհետեւ մեկ Աստված է, որ արդարացնում է հավատով թլփատվածներին, ինչպես նաեւ չթլփատվածներին նույն հավատի միջոցով։
Աստծո անպայման ընտրությունը վերջին հաշվով նրա փառքի մասին է։ Նրա փառքի մասին է։ Եվ ինչ որ Աստծո փառքի մասին է, նրա վրայով չկարելի քեշ խոսել։ Աստծո փառքի մասին է, այլ ոչ թե ընկած մարդու արդարության մասին ունեցած ըմբռնման։ Charles Spurgeon, անգլիացի մգրտական հովիվ 19-րդ դարու անպայման ընտրության մասին հետևյալը ասում է. Ես հավատում եմ ընտրության վարտաբեդությանը, քանի որ համոզված եմ, որ եթե Աստված չընտրեր ինձ, ես երբեք չէի ընտրի նրան։ Եվ վստահ եմ, որ նա ինձ ընտրեց մինչև իմ ծնվելը, հակառակ դեպքում երբեք չէր ընտրի ինձ հետագայում։ Ինչու իմ մեղք եւ քո մեղքը դեսնա։ Չի լինում։ Եվ նա, եղբայրը շարունակում է ասել, եւ նա պետք է որ ընտրած լիներ ինձ անհայտ պատճառներով, անհայտ ինձ համար, ոչ թե նրա համար, քանի որ ես երբեք չէի կարողացել գտնել իմ մեջ որևէ պատճառ, թե ինչու նա պետք է նայեր ինձ հadouk սիրով։ Աստծո ընտրությունը հավատացյալին Աստծո հadouk սիրո մասին է։ Ուրեմն Աստծո նպատակը ընտրության մեջ տեսնում ենք այս 22-ից 24 համարներում։ Աստծո բարավոր ողորմություն եւ շնորհը ավելի լավ են դրսևորվում ապստամբ մեղավորների նկատմամբ ցուցաբերված նրա արդար բարգության այդ ֆոնի, background-ի վրա։ Եվ Աստծո նպատակն էլ գովապանում է նրա փառքը։ Ուրեմն դեսանք 4 փաստարկներ, որոնց միջոցով Աստծո փառքը դրսևորվում է անվերաբար ընտրության մեջ։ Թի 1 Աստծո արդարությունը տեսանք ընտրության մեջ 14-ից 16 համարներում։ Երկրորդ 17-ից 18 համարներում տեսանք Աստծո գերիշխանությունը ընտրության մեջ։ Ինք ումի ուզում է ողորմություն տալիս է։ 3 Աստծո իրավունքը տեսանք 19-ից 21 համարներ ընտրության մեջ։ Այս իր ազատությունը։ Ինք ոնց որ ուզում է անե, ինչպես փրուդը անում է գավի հետ։ Եվ 4-րդ եւ վերջին 22-ից 24 տեսանք Աստծո նպատակը։ Աստված ոչ մի բան չի անում առանց նպատակի։ Եվ եթե ինք արդար Աստված է, գերիշխան Աստված է եւ իրավունքով Աստված է, ուրեմն իր նպատակներն ալ իր բոլոր բնութագրի համաձայն սուրբ են, արդար են, հավատարիմ են, բարի են։ Աստծո անվերաբար ընտրությունը մարդկային անարդարության հասկացողության հետ կապ չունի, հապա Աստծո փառքի հետ կապ ունի։ Եվ եթե ես եւ դու խոնարհվենք Աստծո առաջ, ասելով որ ով Տեր, ես մեղավոր եմ։ Ես մեղավոր եմ, ուզում եմ իմ անձս քո փառքի տակ դնել։ Հպատակվել քեզ, հնազանդվել քեզ։ Ուզում եմ քո կամքը կատարել, քո նպատակներու համաձայն ապրել։ Խոնարհաբար, հավատարմաբար, երկուբակության հոգով Աստված կփառավորի իր անձը, եւ երբ մենք ամեն մեկերնից որ Աստծո փառքի համար ապրում ենք, եւ երբ մենք մեր անձերը խոնարհեցնենք այդ փառքի տակ, մենք Աստծո փառքի օրհնությունները տարբեր ցևերով ստանում ենք մեր կյանքերում։ Հարցը հետևյալն է. միթե դու եւ ես ուզում ենք Աստծո փառքի ենթարկվենք, այդ հասկացողության ենթարկվենք, ապրենք նրա փառքի համաձայն ապաշխարությամբ, մեղքերը մեր խոստովանելով։ Եթե մեղավոր ես, եթե գիտես որ մեղքեր ունես, ասի ով Տեր, ները ինձ մեղավորից։ Նույնիսկ իբր ավադացյալ առաջ որ Տիրոջ ընթրիքի առջև գտնվենք, եթե մեղքեր կան որ գարչում ենք նրանց, իբր ավադացյալ, եւ ոնց որ բնտաջագատ կերպով շարունակում ենք այդ մեղքերի մեջ, առանց խոստովանության, իրավասություն չունենք այս Տիրոջ ընթրիքի առջև ներկայանալու։ Տիրոջ սեղանը սուրբ է, մենք գիտենք։ Արթուր եղբայրը մի քիչ հետ կարդեն, կարող է գարտա 1 Կորինթացիների 11-ից, որ ահովը թողով մոտիկանանք Տիրոջ առաջ, որ չլինի որ չարժեքավորենք Տիրոջ մարմինը եւ արյունը, որ մեր մեղքերի համար թափվեց։ Եթե հավատանք, կփրկվենք։ Մեր ուղերձը սա է, մեր ավետարանը սա է, եւ այդ ավետարանը պետք է միշտ նկատի ունենանք, որ Աստված հավիտենականության մեջ մեզ համար, փրկվածներիս համար եւ որոնք որ դակավին պիտի փրկվեն, շնորհ կարեց նրանց ընտրելով փրկության համար, ոչ թե կորստի համար, ընտրության համար, որովհետեւ նրանք Աստծո փառքը վայելեն։ Տեր օրհնի։ Աղոթենք։ Սիրելի Հայր,
մեր աղոթքն է, մեր ճշմարտապես մեր սրտի ցանկությունն է, ով դեր, որ տեսնենք ոչ թե միայն մենք հավատացյալներս քո առջև ավելի աճենք, հապա մեր բարեկամներից, մեր սիրելիներից, մեր ընկերներից, մեր հարազատներից, մեր դասընկերներից, կորձընկերներից, դեր մեր հարևանից, ով դեր որ մարդիկ ավելի փրկվեն մեր ասկագիցներից, ով դեր մենք աղոթում ենք, խնդրում ենք, դու գիտես մեր սիրտը։ Մենք չգիտենք կոնտրյալների թիվը, մենք չգիտենք ով են կոնտրյալները, բայց մենք մի բան գիտենք, այդ հանձնարարականը ունենք, որ ավետարանենք Քրիստոսի փրկարար սերը եւ օգնիր դեր որ հավատարիմ մնանք սրա մեջ, ով դեր խնդրում ենք մեր սրտերը իբր քո զավակները քեզ ավելի մոտիկացրու եւ մեր մեջ եթե կան ոմանք որ տագավին իրենց մեղքերը ընդունած չեն քո առաջ ապաշխարելով խոստովանած չեն քեզ ով դեր այսօր թող լինի այդ օրը որ ասեն Տեր Հիսուս ները ինձ մեղավորից ես ուզում եմ ջանցվել իբր քո ընտրյալներից մեկը ով դեր սա մեծ ուրախություն է գիտենք քո առաջ եւ մեր առաջը նույնը կլինի քո բարքի համար թող լինի այս բոլորը Հիսուսի անունով ամեն